Ինքը մտածեց, որ զոհվել եմ, ու ասեց իրան ցավոք տեղափոխեք, ու այդ բառերը, որ ես լսեցի, որ իրան տարեք զոհվածների հետ, ասենց ուժ հավաքեցի, ասացի, որ չէ, ես ողջ եմ, ինձ շուտ փրկեք, դիպուկահարի հարվածից, մի հարվածից հետո ես փառք Աստծո կարողացա ինձ արագ տանկի մեջ գցել, չէի կարողանում գոռալ, իմ կողքին ասեի, որ կանգնեցրեք, մի երկաթի կտոր գտա, դրանով հարվածեցի կողքինից ու ինքը հասկացա, որ ես չկամ, կապս կորցրել էի աղբորս հետ, որտեղ իմ աղբերը նույնպես կռվի դաշտում էր, հիմա ես կամ կյանքը շարունակվում է, այս հարցը երբեք չէին տվել ինձ իրականում, ես էլ ինձ չեմ տվել, այդ օրը երբ որ ես կանեմ այդ քայլը, այդ առաջարկությունը կլինի Սևանալի ջիափին, մի շատ սիրուն ժայռի վրա, թեկուզ, չգիտեմ, ու մի հատ սենց շատ հետաքրքիր ձևով Իսկ ոչ մեկ չպետք է դա տենա ու չիմանա, որտեղ սեր կա, այնտեղ կյանք կա։ Այս փուլում իմ մարզիչը մայրս է։ Ես մի հարցազրույցում ասել էի, որ չեմ ուզում, որ այն մարդը, որ կլինի իմ հետ, դժվարություն կիսի, այս հիմա ես փոշմանել եմ։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar, Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ամենասկզբում ուզում եմ խնդրել բաժանորդագրվելու իմ YouTube-ի պաշտոնական ալիքին, որովհետև հենց ձեր շնորհիվ է, որ Հերմինե դիալոգ նախագիծը էլ ավելի երկար կյանք կարող է ունենալ։ Ինչպես նաև թողեք մեկնաբանություններ եւ YouTube-ում, ինչպես նաև իմ Facebook-ի եւ Instagram-ի պաշտոնական էջերում։ Ես դրանք միշտ ընթերցում եմ, իսկ նամակներին սիրով պատասխանում։ Ես չէի կարողանում մասն մնալ եւ չխոսել 44-օրյա պատերազմից, հատկապես որ բոլորովին վերջերս մենք 5-րդ տարելիցն էինք նշում պատերազմի։ Եվ այսօր իմ տուն ռեստորանում մեր հերոս տղաներից մեկն է լինելու։ Մեր հերոս տղաներից ամենալուսավորներից մեկը։ Ես վստահ եմ աղջիկները երբ տեսնում են մեր հերոսին, չեն կարողանում գայթակղություններին դիմանալ, որովհետև նա շատ լուսավոր է, շատ հմայիչ է, շատ խելացի, գրագետ, տաղանդավոր։ Եվ ես ինքս էլ շատ ոգևորված եմ մեր հանդիպումից, որովհետև դա լինելու է մի ջենթլմեն տղամարդու եւ իմ հանդիպումը սեղանի շուրջ ես վստահ եմ, որ անցնելու է հրաշալի։ Խոսքը Սեյրան Սողոյանի մասին է։ Մի հերոս տղա, ով հրաշքով է փրկվել պատմությունը քիչ անց։ Գնամ դուռը բացեմ։ Ողջույն բոլորին, ես հիմա գնում եմ հարցազրույցի Հերմինե Ստեփանյանի հետ իր տանը։ Կարծում եմ, որ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու եւ ամենակարևորը, որ ես վերջապես համտեսել եմ նրա պատրաստած համեղ ուտելիքները։ Գնացինք։ Ես քեզ մի հատ գրկեմ, դու գիտես չէ, որ ես հեռվից հեռու քեզ շատ եմ սիրում։ Այս լավ աղբեր։ Սա ձեր։ Մերսի։ Ոնց հասար։ Հարևաններ ենք, այո, ես գիտեմ, որ դու մոտ ես ապրում։ Так что երեկոները կարող ես գալ գինի խմելու։ Նույնիսկ հա, մենք այսօր ջուր չունեինք, անջատել էին ջրեր։ Սա իմ նախագծի հերթական խնդիրներից մեկն է, կամ լույսն էր անջատում, կամ ջուրն էր անջատում, կամ չգիտեմ։ Սա Դավիթ Հաշանն է, այստեղ դու տանն ես։ Բայց ես ամեն ինչ արել եմ, որ շատ յուրահատուկ ճաշացանք ստեղծեմ։ Բայց գիտես ինչի համար, ավելի շատ որ մենք ուրախանանք դրա շուրջ, քննարկենք, վիճաբանենք, քան այդպես համարենք, որ վաու։ Մերսի, բարի գալուս տարի։ Նախ շատ շնորհակալություն մեկ անգամ եւս ծաղիկների համար։ Ընդհանրապես ծաղիկներ նվիրելու հետ կապված չունես այն բաթույթը, որ օրինակ հայ տղամարդիկ ասում, դե ես ծաղիկ չեմ։ Չէ, ես հատկապես մեր տանը շատ սիրում եմ, որ պարտադիր լինում է ծաղիկներ։ Բրավո, շնորհակալություն։ Եվ նաև շնորհակալություն քեզ հետ օրը անցկացնելու հնարավորություն ունենալու համար։ Ես այս հանդիպումը, գիտես, միշտ պատկերացրել եմ, բայց միշտ ուզում եի որ լինի շատ ճիշտ, շատ տեղին, շատ ժամանակին եւ սեպտեմբերն արդեն ետևում մնաց։ Բայց ես չէի կարող չխոսել նաև պատերազմի մասին, բայց հատկապես վերածնվելու, շարունակելու, ապրելու կյանքի մասին։ Ես առաջարկում եմ մեր հանդիպման ամենամեծ շեշտը դնենք, ինչպես արդեն ասացի, կյանքի ապրելու, սիրելու, աշխատելու, արարելու վրա, բայց կուզենայի բոլոր այն մարդկանց համար, ովքեր չեն պատկերացնում, թե դու ինչի միջով ես անցել պատերազմի օրերին, այսպես հետադարձ հայացք մի հատ գցենք եւ քո վնասվելու պատմությունը մի հատ պատմենք։ Հետո խոստանում եմ, էլ չենք խոսելու դրա մասին։
ինչպես են վիրավորվել, չէ՞, ճիշտ ասած։ Վիրավորվելու Այսինքն այդ ընդհանուր այդ պատկերը, եթե կարելի է, հա, իր սկզբով, ընթացքով, շարունակությամբ շատ թեժ պահեր, երբ ես իմ վիրավոր ընկերներին էի տեղափոխում, ու հետ դարձի ժամանակ տեսա, որ իմ մոտ ընկերը արդեն սովվել էր ու հենց այդ ամեն ինչը ընկալելով, որ ինքը այլևս չկա ու անիմաստ է արդեն ամեն ինչ ու այդ ամեն ինչով այսպես ասած ոգևորված ես բարձրացա տանկի վրա ու դիպուկահարի հարվածից մի հարվածից հետո ես փառք Աստծո կարողացա ինձ արագ տանկի մեջ գցել երկրորդ հարվածը թե չէ արդեն գլխիս էր ու փառք Աստծո հասցրեցի ինձ պահել, բայց արդեն իսկ միանգամից ոտքերի զգացողությունը գնաց, կորավ։ Դու հենց այդ պահին հասկացար, որ ոտքերդ այլևս չես զգում։ Չէ, չէի գիտակցում, որ էլ չեմ զգում, բայց թմրությունը եկավ այդ պահին ու ամենահետաքրքիրն է, չգիտեմ ես բառը ինչքան է տեղին, բայց քանի որ տանկի ձայնը շատ բարձր է պատկերացրեք մի քանի տրակտոր միանգամից աշխատի ու հարվածը քանի որ նաև թոքից էր չէի կարողանում գոռալ իմ կողքին ասեի որ կանգնացրեք որովհետև տանկը գրոհում է ու ես մեջ եմ վիրավորված ու այդ բան մի երկաթի կտոր գտա դրանով հարվածեցի կողքինից ու ինքը հասկացա որ ես չկամ սա ձեռքով բացատրեցի այդ բանին գիտակցությունս գնաց չեմ հասկանում ոնց են կանգնացրել տանկը ինչ ձևով, բայց դրանից հետո արդեն հետ եկա մի պահ իրականություն, երբ որ ինձ քաշեցին տանկի միջից ու շատ հավանական է, որ նաև մեծ մասը վնասվածքի նաև այդ քաշելուց էլ է եղել, տանկի միջից հանելուց, բայց ես մինչև կյանքս վերջ երախտապարտ եմ իրանց, որտեվ փրկել են ինձ ամեն գնով ու արդեն տանկից հանելուց հետո մի հատ այդտեղ եմ գցում ինձ կետին էլի գիտակցությունս գնում է ու ընկերներս պատմում են այս ամեն ինչի մասին ես միշտ ուզում եմ բարձրացնեմ թե ինչքան Աստված ինչքան զոր եղա ու իր հրաշքները որովհետև այդ բանին ես ինքնաբերաբար աղոթում էի առանց գիտակցելու ես աղոթում էի որ չեմ ուզում գնամ ուզում եմ հետ գամ ու այդ բանին երբ որ բուժակներից մեկը մոտենում է հարցեր է տալիս, չգիտեմ, երակն է ստուգում, բնականաբար չկար։ Այդ դաշտում, դաշտում։ Հարցեր է տալիս, թե բնականաբար չէի կարողանում պատասխանել ու ինքը մտածեց, որ զոհվել եմ ու ասեց իրան ցավոք տեղափոխեք մահացածների հետ, այսինքն։ Ու այդ բառերը, որ ես լսեցի, որ իրան տարեք զոհվածների հետ, ասենց ուժ հավաքեցի, ասացի, որ չէ ես ողջ եմ ինձ շուտ փրկեք ու տղաները ինձ արագ փրկեցին։ Հիշում ես այդ վարքյանը, երբ ասեցին տեղափոխել զոհվածների հետ ու դու ուժ գտար, այդ ուժ գտնելու այդ վարքյանները հիշում ես։ Ինձ թվում է այդ ամեն ինչը տեղի ունեցել ընդհանրապես մի քանի վարքյան իմ գիտակցությամբ, բայց ես հասկանում եմ, որ դա ժամերի մասին է խոսքը, բայց ես մեկ էլ շատ լավ հիշում եմ, երբ որ այդ ցավոք չեմ հիշում, թե որ հիվանդանոցներ, որտեղ մի քանի տեղերով են ինձ տեղափոխել, բժիշկներ, բայց շատ լավ հիշում եմ, թե ինչ գույներով էր այդ կնոջ մազերը, շեկ կիներ ու իրան ուզում էր փակել բերանս, թթվածներ արդեն ու այդ բանին ես sense բռնեցի, ասացի ես կապրեմ, ասեց կապրես, sense դրեց ու երևի մի 2 տարի հետո զինվորի տանը ցուցահանդեսի ժամանակ ինքը պատահաբար ինձ տեսնում է, ասում է տեսար, որ ես ասացի, որ դու կապրես։ Պահը շատ լավն էր։ Ես գիտեմ, որ քրոջ տես հանդիպել հոսպիտալում, քույրը կա ճանաչել քեզ եւ քո անունը գրել։ Քույրս չէ, բայց իմ մանկության ընկերն է։ Մանկության ընկերը։ Ու այդ պատմությունը շատ հետաքրքիր է, երբ որ վերակենդանացման բաժանմունքում պարկած էինք, ես սկզբի մի ամիսը դժվարանում էի խոսալ, գրելով էի, որովհետև ձայնս բարձր չէի կարողանում խոսալ ու
բնականաբար երբ հարցրել են իմ անունը, չեմ կարողացել ու իմ անկողնու վրա գրած է անհայտ կորած ու շատ պատահաբար ընկերս լինում է հերթապահ այդ օրը վերակենդանացման բաժանմունքում ու երբ ասում են մի րոպե կգաս տենաս այս տղան ասում են որ մարտունեցի է կարող է ճանաչես դու իրան ու ինքը ասենց վրազ ասում է հələ մի րոպե ու որ տենում է ես եմ ասում է վայ Սեյրանն է ու արագ ճղում այդ բանի վրա գրում է Սեյրան Սովյան արդեն զանգում են քրոջս սկսում են գտնել որտեղ մինչ այդ ես տնեցքի հետ չէի խոսացել ու իրանք լրիվ իմ մասին ոչ մի տեղեկություն չունեին ու հենց այդ օրերին նաև ես տեղեկություն կապս կորցրել էի աղբորս հետ որտեղ իմ աղբերը նույնպես կռվի դաշտում էր ու ինքն էլ եկել էր իմ հետևից բայց ցավոք սրտի իրանց մեքենաշուռ էր եկել տենց կապը կորել էր ու երբ որ ես վերակենդանացման բաժանմունքում տեսա եղբորս սենց ձեռքս բռնեց ու սենց նոր հանգիստ քնեցի որտեղ իրոք բայց հիմա ես կամ կյանքը շարունակում է ու ես իրոք շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց ովքեր ինձ փրկել են բառասփուն իմաստով օգնել են բժշկել են ես երբեմն մարդիկ միշտ շնորհակալ են լինում միայն բժիշկներին բայց ես հատկապես ուզում եմ շնորհակալ լինել մայրապետներից սկսած, հավաքարարներից սկսած, բուժքույրերից սկսած, որտեվ վերակենդանացման բաժանմունքում մայրապետներից էր թե բուժքույրերից հարցեցին Սեյրան ջան, ինչ ես ուզում։ Ես իրականում այդտեղի միակ հանգիստ հիվանդն եմ, որտեվ մնացածը ցավոք սրտի դեռ սթրեսի մեջ էին, գոռում էին, շպրտում էին, բայց ես հանգիստ էի ու իմ հետ ոնց որ հանգիստ կարողանում էին խոսալ, ասում էին, ասենց հանգիստ մոտենում էին, ինչ ես ուզում, ինչ կուզենաս, ու ես ասացի, ես ուզում եմ 2 օրվա բորշ։ Ու իրանք չգիտեմ որտեղից ճարեցին, բերեցին 2 օրվա բորշ, չգիտեմ շատ համով բորշ էր։ Նա ես այլ ճաշացանկ եմ ես պատրաստել, բայց սառանում ունեմ 2 օրվա բորշ։ Եթե հանկարծ մտքովդ անցնի, իմացի որ կա։ Ուզում եմ ասեմ, որ իրանք այն կարգի պատրաստակամ էին, որ նույնիսկ ճարեցին, բերեցին 2 օրվա բորշ։ Ու որի համար ես իրոք բոլորին շնորհակալ եմ։ Իսկ նաև զինվորի տան անդամներին, իմ կինեզիստներին, բուժքույրերին, մայրապետներին, բոլորին։ Իրանք այն երբ որ ինձ ասում են օրինակ ոնց հաղթարեցիք այդ, չգիտեմ, ստրեսային փուլը եւ այլն, ես իրոք չեմ հիշում այտենց իմ կարգա ինչ որ մի հատ վիճակ, որ ես սենց փակվեմ, սենց չգիտեմ, որտեվ իրանք չէին թողում, ես հասնեմ դրան։ Սեյրան, որ պահից է, որ այս պատմությունը արդեն պատմում ես մի քիչ հումորով, մի քիչ ժպիտով, այսպես նաև թեթևացնելով դիմացինի լսելու ծանր վիճակը, որ դիմացին էլ կարողանա ժպտան նույնիսկ երբ պատմում ես, այ որ կետից հիշում ես այդ փոփոխությունը երբանի սկսվեց։ Իրականում ուզում եմ այս պատմությունը պատմեմ, էլի իմ կարծիքով դա իրոք գրված է, որ այդ դժվարությունների փուլը պետք է հաղթահարեք դուք ժպիտով, ասես գրվել ուղարկվել է տիեզերքից։ Այն պահից սկսած երբ որ վերակենդանացում ինձ ասցին վերջ քեզ կարանք հանենք պալատ, բայց ասցին խնդրում ենք հանկարծ չծիծաղեք, չշարժվեք, որտեվ կարել է քանդվի, ու ես ասում եմ ոնց ծիծաղեք, այդ ինչ եք խոսում, ես նեղ վիճակում ինչ ծիծաղելու մասն է խոսքը, բայց թե մեզ ինչ է սպասվում, վերևում ու այդ ընթացքում երբ որ հանում են, ինձ պարկասնում են պալատում, հենց անմիջապես իմ դիմաց մի հատ լուսամուտ կար, իմ մոտակա մի ամսվա տեսանը դա էր, ու հենց այդ բանը երբ որ ինձ պարկասնում են, քույրս գալիս է այն ֆիլմերում որ բռնում են ձեռքը ասենց մտավ դերի մեջ որ ասում հիմա պետք է ձեռքդ բռնենք բան տենց մի խոսքով խոսում ենք ու այդ ընթացքում անդադ ուղղաթիռներով տղաներն են բերում ու մաման ինձ թողեց պատուանի վրա ցանց կար մաման չնկատեց դա ասենց վազեց ասենց կպավ դրան ու ցանցը ընկավ մաման էլ ցանցի հետևից ու այդ տեսանը ես տենում եմ պատկերացրեք ու ոչ կարամ ես չխնդամ։ Ես բռնել եմ
այդ անկողնից բռնելը, որ շատ իրար չգան, բայց այնց է ցավում կարել ես։ Ուզում եմ ասեմ, հենց այդ առաջի պահից սկսած մենք տենց ծիծաղելու օրեր ենք ունեցել։ Շատ, չգիտեմ, երևի իրոք այդպես պետքա լիներ, մենք պետքա այդ դժվարությունները հաղթահարենք ժպիտով, ծիծաղով, ու ինձ թվում է դա մեր հայկական գենետիկայի մեջ է դրված, որ մենք պետք է այդ սև օրերը, դժվարությունները հումորով անցնենք։ Ու դա շատ օգնում է իրականում։ Վերջին հարցն եմ ուզում տամ այս պատմության հետ կապված։ Ինչ ես կարծում, ինչու չմահացար։ Տվել ես քեզ այդ հարցը։ Այս հարցը երբեք չէին տվել ինձ իրականում։ Ես էլ ինձ չեմ տվել։ Իմ ընկերները, ովքեր ցավոք սրտի մեր հետ չեն, ֆիզիկապես մեր հետ չեն, մենք իրար հետ շատ մտքեր ու գաղափարներ ենք կիսել ու ես պարտավորված, չեմ ուզում ասեմ պարտավորված, բայց անելու եմ այն բոլոր երազանքներն ու նպատակները, բոլորը կատարելու եմ իրենց ու երևի թե մնացել եմ, որ իրականացնեմ անպայման դրանք։ Ցավոք իրանք էլ եմ ասում ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց իրանք այնքան լուսավոր հոգիներ էին, որ վստահ եմ մեզ հետ են հոգեպես։ Շնորհակալություն Սեյրան։ Նայ, ես հաղորդման սկզբում շարժել եմ բոլոր հայ աղջիկների նախանձը ու ասել եմ, որ այսօր մի հմայիչ երիտասարդի հետ ընթրիքի եմ։ Եվ ես գիտեմ, թե դու որքան կնամեծար ես, ինչքան ջենթլմեն ես, ու իսկապես ինչ մեծ հաճույք ա լինելու քեզ հետ սեղանի շուրջ հայտնվել եւ մի բաժակ գինի խմել։ Ես ամբողջությամբ ղեկը սեղանի շուրջ լինելու, ինձ հյուրասիրելու, հետևելու եւ այլն հանձնում եմ քեզ։ Բայց միշտ հյուրերին ես եմ այդպես հյուրընկալում, բայց ես այսօր ուզում եմ ինձ սեղանի շուրջ զգամ ինչպես մի մեկը ով կգնար քեզ նման տղամարդու հետ ընթրիքի ու կվայելեր այդ ժամը։ Գնանք։ Այո։ Գնացինք։ Ես մեծ հաճույքով եւ սիրով եմ պատմում իմ սիրելի գործընկեր Հերմինե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրոպի մասին։ Բոլորովին վերջերս պատմել է Евроaccess խանութի մասին, որը կրկին պատկանում է Վալան գրոպին։ Այս խանութից դուք կարող եք ձեռք բերել ցանկացած մաս, որ կարողանաք պատուհաններ հավաքել։ Ամեն ինչ բարձր որակի եւ ամեն ինչ կատարյալ է այստեղ։ Հիմա մեկ այլ փոքրիկ եւ հետաքրքիր տեսանյութ ձեզ համար Евроaccess-ից։ Իսկ դուք երբևէ մտածել եք, թե ինչպես է պատահում, որ ձերքի ընդամենը մեկ շարժումով ձեր պատուհանը փակվում կամ էլ բացվում է։ Պատուհանի ներսի մեխանիզմներից որ մեկն է մյուսին օգնում, որ պատուհանը բացվի կամ էլ փակվի։ Այս բոլոր հարցերի պատասխանները կտա մեզ այսօր Евроaccess խանութ սրահի մասնագետը։ Մենք այստեղ ցուցադրել ենք մի պատուհանի փեղկի վրա հավաքվող մեխանիզմը ամբողջական։ Իհարկե իրանք լինում են տարբեր չափերի, կախված լուսամուտի փեղկի չափսից արդեն։ Մեկ պատուհանի բացելու կամ փակելու ընթացքում միաժամանակ 5 դետալ աշխատում է։ Լուսամուտի փեղկը բաց ժամանակ մենք հաճախ տեսնում ենք այս կլոր դետալը, որը ցափվա է կոչվում։ Ինքը հիմնական դետալն է, որը փակ ժամանակ հերմետիկացնում է փեղկը շրջանակին։ Մենք ներկայացնում ենք Զիգենիա գերմանական ապրանքանիշի բարդականի մեխանիզմները, որը ունեն իրենց առավելությունները, առավելություններից մեկը եւ հատկանշականը այն է եւ ինքը ունի հակակողոպտիչ դիմադիրներ։ Այսինքն լուսամուտը փակ ժամանակ որևէ կերպ հնարավոր չէ իրան արտաքին միջամտությամբ բացել։ Սա կարծում եմ շատ մեծ առավելություն է։ Զիգենիա ապրանքանիշը առաջարկում է շատ հատուկ լուծումներ նախատեսված դռների եւ լուսամուտների համար, որոնցից մեկը, օրինակ, սա, որը կոչվում է մանկական փական։ Հնարավորություն է տալիս փակել լուսամուտը, որից հետո երեխաները հնարավորություն չեն ունենա բացել լուսամուտի փեղկը, բայց միաժամանակ հնարավոր կլինի լուսամուտը բացել որպես բարդ փական, օրինակ օդափոխության համար։
Euroaccess խանութ սրահում դուք կգտնեք ձեր բոլոր հարցերի պատասխանները։ Ինչպես նաև այստեղ կգտնեք դռների եւ պատուհանների պատրաստման համար անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հատկապես աքսեսուարներ նախատեսված բարդ լուծումներով դռների եւ պատուհանների համար։ Valan Group, միշտ մեկ քայլ առաջ։ Իմ սիրելի հյուրին առաջինը մատուցելու եմ ասիական կերպով պատրաստված բամիայով նախուտեստ, անկեղծ ասած չեմ հարցրել նրան, թե ինչ նախասիրություններ ունի խոհանոցում, որովհետև մտածեցի իրար հետ մի փոքր այսպես խաղի մեջ կմտնենք, նույնիսկ եթե չի սիրում, չի հավանի, ես բացարձակ խնդիր չեմ տեսնում, որ ասի դրա մասին, կամ օրինակ նոր բան փորձի։ Սկսեմ պատրաստել։ Դե իհարկե բամյան լվանում ենք, մաքրում ենք, դուք սա կարող եք չտեսնել, բայց իմացեք, որ մաքրած է եւ լվացված է, ինչպես ամեն ինչ։ Դնում ենք ջուրը եռալու, որպեսզի եփենք բամյան, եռացող ջրին ավելացնում եմ աղ, 1 ճաշի գտալ բուսայուղ, մի քանի րոպե եփում եմ բամյան։ Մոտ կես բաժակ եռացրած ջուր, կես գտալ շաքարավազ, 2 գտալ բրնձի քացախ, 4 ճաշի գտալ սոյա, սոյայի սոուս, մանրացնում եմ սխտորը և կտրատում եմ չիլի պղպեղ։ Եվ անմիջապես եփելուց հետո բամյաները լցնում եմ սառցե ջրի մեջ։ Սոուսը լցնում եմ արդեն պատրաստ բամիայի վրա։ Ավելացնում եմ նաև չիլին և սխտորը։ Եվ վերջին շտրիխը վրան լցնում եմ լավ եռացրած բուսայուղ, դաղած։ Խնդրեմ քո անձեռոցիկը դուք կվերացնես։ Շնորհակալ եմ։ Ես հիմա կպատմեմ, թե մենք ինչ ենք փորձելու, բայց նախ ասեմ, թե հետը ինչ ենք խմելու։ Մենք փորձելու ենք առաջինը Armenia Wine ընկերության նորությունը, տակար օրգանիկը, որը ֆանտաստիկ համ ունի, 4 տեսակի ֆրանսիական խաղողների բլենդ է, որը հայկական տերոարում է աճեցվել, ամբողջովին էկո օրգանիկը սկզբունքով է աճեցվել խաղողը, սա նշանակում է, որ կենդանիներն են օգնել, որպեսզի մաքրեն միջատներից ամբողջ խաղողի այգիները, բնական միջոցներով են պայքարել վնասատուների դեմ եւ միակ հայկական գինին է, որ ստացել է էկոսերտ սերտիֆիկատը որպես օրգանական գինի։ Ես առաջարկում եմ փորձել միասին, այո։ Ուզում եք դուք ես լսնեմ։ Իմը դու ես լցնելու, իհարկե, խնդրեմ, բա ասում եի, չէ՞ որ դու ես ինձ հյուրասիրելու, ես էլ վայելելու եմ։ Այսօրվա ճաշացանկը ամբողջությամբ ասիական շեշտադրությամբ է։ Ես չգիտեմ դու ասիական խոհանոց սիրում ես թե ոչ, բայց ես որոշեցի, որ մեր այս հանդիպումը կլինի ուրախ, կլինի նոր համեր փորձելու ճամփորդություն եւ անկեղծ, եթե չես հավանի, ես էլ ինչ որ այսօր պատրաստելու եմ առաջին անգամն է լինելու։ Սա առաջին անգամ։ Կարող է ես էլ չհավանեմ, էլի։ Հայ-ասիական հարաբերությունների խաչմերուկում։ Տեսնենք։ Շատ լավն է։ Բայց շատ հավես է։ Իրոք լավն է։ Հրաշալի նախուտեստ է, արագ եւ Ես կծվի սիրար չեմ, բայց շատ լավն է։ Բայց շատ կծու է։ Ինձ էլ է դուր գալիս։ Սերան, իհարկե սա բացառապես տարբերվում է այն խոհանոցից, որը դու մանկության, որ քո մանկության հուշերի մեջ է, Մարտունից, տատիկի, մայրիկի պատրաստածները, համեղ ուտեստներ, տնական, հայկական, այ ինչ համեր կան, որ մանկությունից հետո բերել ես ու անընդհատ քեզ հենց արթուն են պահում դրանք։ Ինչ ես կորցնում քո մեջ այդ երեխային այ այդ համերի օգնությամբ։ Մենք քիչ առաջ խոսում էինք այդ ուտեստի մասին, խոսքը կամփով քուֆտա ենք մենք ասում, կանեփով քուֆտա, շատ լավն է։ Իմ մանկական ուտեստները ես իրականում մայրիկը շատ սիրում է պատրաստել ձուկ ու շատ լավ է պատրաստում, հատկապես իշխան ձուկը, բայց այդ իշխանը այն չի, ինչ որ բոլորը գիտեն, որտեվ
Սևանը լճից բռնված իշխանը, հրվայլ իշխանը, իսկ խանութներում ուղղակի լողավազաններում բուծված իշխան լրիվ այլ պատմություն է, ու մաման հրաշալի է պատրաստում, ու իմ մանկության համերը ասոցացում են հենց այդ երկու տեսակի ուտելիքների հետ, իսկ քաղցրի հետ կապված ճիշտ է ես շատ թուլություն ունեմ ու ձգտում եմ չուտեմ, բայց մամայի էկլերներին ոչ մեկ չի կարողանում դիմանա։ Ես հիմա փոշմանում որ հանդիպումը մեր տանն է եղել, ոչ թե ձեր տանը Սեյրան։ Այո, հաջորդ է։ Ու իմ բամյան այդ ամեն ինչի կողքին։ Ազնիվ չի իհարկե, բայց կա ինչ-որ մի ուտեստ, որը ունի իր պատմությունը ու այսպես մանկությունության պատմություն է։ Մենք փոքր ժամանակ տղաներով, երբ որ գնում ենք, չգիտեմ, Սևանը լիճ կամ բարձրանում ենք դիմացի սարը, մեր համար ուղղակի մի հատ հասարակ երշիկը տաքացրած, չգիտեմ, կրակի վրա, դա արժեր, չգիտեմ, աշխարհի ամենաթանկանոց ռեստորանում նստեինք, որովհետև դիմացը Սևանը լիճն էր, մենք երջանիկ էինք, ուրախ էինք ու այդ մի փոքր երշիկը կարար մեզ երջանկացներ։ Ուզում եմ ասեմ, հենց դա էր էլի մանկության հետ կապված որպես ուտելիք հիշողություն, ու մենք շատ ճամբարներ էինք կազմակերպում, կոնֆետի թղթերով, խմորներով կպցնում էինք, ու տենց, չգիտեմ, մեր համար 500 դրամ հավաքելը, դա արժեր, չգիտեմ, մի հատ կարեինք, մի հատ խնջույք կազմակերպեինք, ու ասեմ, որ ես քանի որ ծննդով մարտունուց եմ, չգիտեմ ինչքանով եք ծանոթ փուռ հասկացողությանը, փուռը դա մենք պատրաստում ենք չորացրած աթարը, աթարը վառվում դառնում է համարյա մոխիր, ու մեջը արդեն աշնանը նոր կարտոֆիլը դնում ենք մեջ ու դա աշխարհի ամենահամեղ մամայի պատրաստած վարդագույն թթվով, դա իդեալական Խնդրում եմ տարեք այս ամեն ինչը բերեք մամայի պատրաստած վարդագույն թթվով կարտոֆիլը կրակի մեջ։ Իդեալական համադրություն։ Այդպես այդ հավաք, այսինքն էական չէ թե դու ինչ ես ուտում, այլ էականը թե այդ ընթացքում ինչա տեր ունենում։ Մենք, չգիտեմ, պատմություններ ենք հետաքրքիր պատմում, շատ լավ էր անցում։ Կարոտեցի ես շատ այդ պահերին։ Ասում են կեցությունն է որոշում մարդու գիտակցությունը եւ կախված այն բանից ինչ միջավայրում ենք մենք, որտեղ ենք մենք ապրում, կառուցվում է նաեւ մեր գիտակցությունը, մեր աշխարհայացը, մեր նպատակները, երազանքները։ Հիմա ինձ հետաքրքիր է անընդհատ կանգ։ Գինին հիմա քեզ կսփոփի։ Ջուր բերեք։ Չէ, մի վարքյան ավառումը անցնում է։ Ой, շատ տրավոր էր, իրավունք գնաց, բայց Ուզում շատ կարմրած չեմ։ Չէ, ընդհանրապես չի զգացվում։ Մի գինի խմի։ Խմեցի։ Cheers։ Ասում են մարդու կեցությունն է որոշում գիտակցությունը։ Իր աշխարհայացը, ընկալումը, նպատակները, երազանքները շատ դեպքում կապված են հենց այն տեղանքի հետ, որտեղ որ ծնվել են, ապրել են, ձևավորվել են որպես մարդ։ Սևանի ավազանի մարդիկ գիտեն, որ շատ ուժեղ կապվածություն ունեն գեղամագեղեցկոհու հետ, հա։ Հետաքրքիր է քո կապվածությունը ինչպես ինչ որ տես յուրահատուկ կապվածություն ունես Սևանի հետ։ Շատ ուժեղ ունեմ կապվածություն, որովհետև ամբողջ մանկությունս անցել է Սևանի լճում։ Սկզբում թաքուն, որովհետև ծնողները չէին թողնում առանց իրենց ուղեկցության, բայց հետո այդ թաքունը դարձավ ավանդույթ։ Երևի հենց քաղցություն դրա մեջ էր, որ ընկերներով գնում էինք ու հասցնում էինք այնպես անել, որ ճիշտ ժամանակին տուն դառնանք։ Չհասկանան ուր եք եղել։ Չհասկացվի։ Նույնիսկ առանց սրբիչների էինք գնում, որ չզգացվի, հետո ելնում էինք ժամերով կանգնում, որ չորանանք։ Չգիտեմ, հետաքրքիր էր ու քանի որ նաև պապիկս հայտնի ձկնորս է եղել, այդ կողմով էլ է կապվածությունը շատ մեծ ու շատ բարի անձնավորություններ պապիկս, որովհետև գրեթե իր ամբողջ բռնած ձուկը ինքը վերջում բաժանում էր, այդ բարությունը ինձ թվում է ես ինչ-որ չափով ժառանգել եմ, երևի
հենց այդ ձևով էլ իմ կապվածությունը Սևանա լճի հետ ու հիմա մեր Մարտունու տանը երբ որ մտնում ենք հենց մի անգամ պատի վրա պապիկսը Սևանի մեջ կանգնած իշխանը ձեռքին շատ սիրուն նկար է հետո կարամ ուղարկեմ անպայման ու հենց մանկուց մեր մեջ սերմանել են փաստը որ Սևանը դա մեր սուրբ լիճն է իրան պետքա մաքուր պահել իրան պետքա սիրել փայփայել չնայած որ ավազանի հենց այդ հատվածը շատ կեղտոտ է որովհետև մտցնում են անասուններին են մտցնում որը որ իմ ուղեղում չի տեղանում որովհետև սուրբ լիճ եւ կովերը ջրի մեջ անհամատեղելի է բայց գյուղացիներին ինչ որ չափով կովերը լողանում են բայց ամեն դեպքում Սևանում ես շատ հանգստանում եմ փորձում եմ ամառը անպայման լինեմ Սևանում ու անցած տարի իմ ընկերոջ հետ Իսահակի հետ հետաքրքիր բան փորձեցինք ես չէի եղել Սևանի հակառակ կողմում ու քանի որ հիմա Փառքաստու արդեն վարում եմ ես ասացի արի ամբողջ Սևանի շրջակայքով շրջենք ու տենց որոշեցինք մի օր տենց ամբողջ շրջակայքով պատտվեցինք տեսանք ծանոթացանք ու հետաքրքրը որ լիճը գեղեցիկ է ցանկացած անկյունից ես մինչ այդ մտածում էի դե բնականաբար Մարտունից ավելի սիրուն է բայց ամեն դեպքում իրոք չքնաղ Սևանը ցանկացած եղանակին ցանկացած անկյունից ու ցանկացած տեղից վիրավորվելուց հետո գիտեմ որ երազում էիր նորից լճում լողալ պատմի էլի այդ փորձիդ մասին ես չէի մտածում որ երբևէ էլի կլինեմ Սևանա լճում ոչ թե ուղղակի տարածքում այլ հենց լճի մեջ ու երբ որ հարազատներով լիճ ենք իջել եղբայրս ասեց ինչ կլինի որ նորից մտնենք իրար հետ ասի ոչ չեմ կարողանա դե ես մարզվում եմ լողի եմ գնում բայց լողավազանում լողալ լրիվ այլ է բայց Սևանա լճում շատ դժվար է լողալը լողորդները երևի թե կհասկանան ինձ որովհետև քաղցրահամ ջուր է ու Սևանը ունի քաշելու հատկություն ու դժվար է լողավազանից հետո լողալ Սևանում բայց եղբորս օգնությամբ եղբորս քույրիկներիս օգնությամբ գրգեցին մտանք ջուրը ու ես ինձ զգացի ձուկը ջրում շատ հոյակաբեր այդ պահը չգիտեմ ես մի պահ մոռացա իմ կարգավիճակի մասին նույնիսկ անջատված գնում էի գոռում էին այդքան մի գնաս գուշ բայց սա շատ լավ առիթ է եղբորս շնորհակալություն հայտնելու որովհետև առանց իրանց աջակցության առանց իրանց օգնելու ես չգիտեմ երևի այտենց էլ է ցանկությունը մնար օդում լողալը հիմա քեզ տալիս է այն զգացողությունը որ ջրում ազատ ես ու ամբողջական ես այսինքն այն ինչ որ հիմա կյանքում չես կարողանում հա կապված քայլելու խնդրի հետ ոտքերը օգտագործելու զգալու բայց ջրում ամբողջական ես դու նորից ազատ ես հետաքրքիր բան ասեմ երբ որ ես մարզասրահում լողում եմ մինչ այդ ովքեր որ ինձ զուգահեռ լողում են երբեք չեն հասկանում որ ես խնդիր ունեմ քայլելու հետ կապված ու երբ որ ես լողից հետո բարձրանում նստում եմ սայլակին ասես նայում եմ ոնց այս նույն տղան էր որ նոր լողում էր իրականում առաջ ես չէի սիրում որ ինձ նայում են դեմքերով բայց հիմա այնքան հաղթած եմ ինձ զգում որ ասում եմ ես ապացուցեցի իրանց որ ես այո սայլակին եմ բայց տեսեք ձեզանից լավ եմ լողում ու մի օր նաև իմ լողի մարզիչի հետ որ ասեցինք մրցույթ անենք դե բնականաբար ինքը անենց արեց որ ես հաղթեմ բայց էլի ինձ իմ մոտ էլի մի հատ հաղթանակի շեմ էր որ ես էլի ինչ որ մի հատ փորձություն հաղթարեցի ու կապ չունի թե ինչ ձևով առհասարակ կարգավիճակը կապ չունի երբ որ դու ունես մարդկային հատկանիշներ ու կարողանում ես մարդ տեսակը պահպանել կապ չունի ընդհանրապես կարգավիճակ իհարկե Արիքո հաղթանակների համար նախ մի հատ բաժակ ես ուզում եի քո կենաց խմել հայ ես մոռացել եմ որ ես պետք է ինձ պահեմ նախ շատ շնորհակալ եմ ես հաճելի երեկոյի համար ու առհասարակ
ուզում եմ ասել, որ տունը շատ դրական էներգիայով լի է ու դա հենց քեզանից է գալիս։ Ուզում եմ, որ տունը միշտ շեն լինի, միշտ շփիտներով լի լինի ու գեղեցիկ օրերով լի լինի։ Մերսի, շատ շնորհակալ եմ, բրավո։ Ես ինձ նախանձեցի։ Շատ համեղ գինի է։ Շնորհակալություն։ Ես հիմա առաջարկում եմ փոխենք ուտեստը, գինին, մյուս ուտեստը կծուչի։ Շատ շնորհակալ եմ։ Դուք եք սիրում նվերներ ստանալ ճիշտ այնպես, ինչպես ես։ Ես շատ եմ սիրում։ Ուշադրություն, նվեր, այլ ոչ թե խաղարկություն։ Իմ սիրելի գործընկեր Ital Solar-ի կողմից 50 iPhone 17 նվեր կստանաք, եթե ձեռք բերեք 10 կՎտ հզորության արևային կայաններ։ Շտապեք, որովհետև առաջին 50 երջանիկները հենց կկարողանան նվեր ստանալ iPhone 17-ը, 10 կՎտ հզորության արևային կայան եւ iPhone 17։ Հրաշալի է։ Պատրաստելու եմ տապակած սաղմոն շատ հեշտ ձևով, ասիական երանգներով։ Սաղմոնը արդեն կտրել եմ, հիմա պետք է ծովի աղանեմ խոշոր։ Տապակում եմ երկու կողմից տաք բուսայուղի մեջ։ Աշխատեք ընտրել այնպիսի թավա, որը կպչող չէ։ Հիմա ավելացնում եմ սպիտակ անապատ գինի։ Փոկորս։ Վրան լցնում եմ մանրացրած կանաչ սոխ, սոյայի սոուս, թարմ լայմ հյութ եմ քամում և ավելացնում ենք մեղր։ Շատ սիրուն է։ Հուսամ նաև համեղը։ Եվ շարունակելով օրգանիկ տակառի շարքը, ուզում եմ կարմիրը ներկայացնել, որը կարծում եմ հրաշալի կհամադրվի կարմիր ձկան հետ, կրկին 4 տեսակի ֆրանսիական խաղողի սորտ, Cabernet Sauvignon, Cabernet Franc, Merlot եւ Tanat, կրկին հայկական տերոարում եւ պատրաստված օրգանական ձևով առաջին հայկական սերտիֆիկացված օրգանական գինին լցնելու իրավունքը քեզ եմ տալիս։ Սիրով։ Մոտեցեք։ Շնորհակալություն։ Փորձենք։ Ֆանտաստիկ գինի է։ Ահա, տեսնենք ինչ է ստացվել։ Սոուսը քաղցր սոուս է, որտեղ նաև մեղր կա հետը։ Շատ լավ է։ Քաղցրի հետ իրականում շատ հաճելի է։ Հա, շատ քչերն են սիրում քաղցրի հետ համադրությունը, ես սիրում եմ։ Դե ասիական սոուսներն էլ պարունակում են շատ հաճախ հենց մեղր։ Իսկ այս թթվայնությունը ի՞նչն է։ Սպիտակ գինին եւ լայմը։ Դու հաղորդման մեջ կտեսնես նաև բաղադրատոմսերը, ինչպես են պատրաստել։ Շատ լավ։ Իհարկե այն ինչպես սպասում է քաղցրեղենի ժամանակ, դեսերտի ժամանակ, դա մի այլ թեմա է։ կոտրելու բոլոր սահմանները։ Միջայլոց։ Սիրում ես հրավեր անել այն կանանց ում հավանում ես ճաշելու միասին, թե հրավերների այլ տարբերակներ կան, որ քեզ դուր են գալիս, ավելի մշակութային գուցե կամ քաղաքից դուրս, որ տարբերակն է, որ քոնն է։ Ես շատ սիրում եմ իմ տուն հրավիրել, հատկապես Մարտունիում եմ շատ սիրում, որովհետև Մարտունիում մի քիչ բնությունն էլ է քաշում։ Այո։ Ու զուգահեռ նաև համ ցույց եմ տալիս Մարտունին, համ էլ
շատ լավ գերակրում ճանապարհում եմ։ Բայց գիտես մոտս տպավորությունում դա ինքան հաճախ է լինում։ Սովորաբար սիրում եմ իմ տուները հավերել։ Հա, դե հյուրերը բազմա կողմանի մարդ, այո։ Բայց իմ հարցը մի քիչ ավելի էսպես անձնական, անձնական փորձեցի շրջանցել, բայց չէ, չի ստացվի, Սեյրան ջան, ինձ հետ շրջանցել, խնդրում եմ։ Ինչպիսին է քո լավ իմաստով հաճոյանալու, սիրահետելու տարբերակը, ձեռագիրը ինչպիսին է։ Ես քանի որ բնության մարդ եմ, բնականաբար իհարկե դեռ չեմ արել այդ փորձը, բայց երբ որ լինի այդ էակը, այդ մարդը, շատ կուզեմ, որ ավելի շատ մեր հանդիպման վայրերը լինեն բնության գրկում ու ավելի շատ կոպիտ ասած փախած վայրերում ու շատ հետաքրքիր մի հատ բան է մի քանի օր առաջ մտքումս մտածում երբ որ նայում եմ համացանցում, չգիտեմ, հիմա շատ տարածված է այդ առաջարկությունը անելը, չգիտեմ, բոլորի ներկայությամբ, սայլուտներով, չգիտեմ, վիդեոկամերաներով պարտադիր 10-20 կամերա այնքան անձնական երևույթ է, այնքան միայն քո դիմացինից, այնքան դա այդ երկուսիդ պատմությունն է, որ ինձ թվում է այդ պահը պետք է ֆիքսեն միայն երկուսի աչքերը, մնացած այլ մարդ պետք է դա տենա ու զգա։ Դրա համար ես շատ ուզում եմ, որ այդ օրը, երբ որ ես կանեմ այդ քայլը, այդ առաջարկությունը կլինի Սևանալիճի ափին, մի հատ շատ սիրուն ժայռու վրա, թեկուզ, չգիտեմ, ու մի հատ սենց շատ հետաքրքիր ձևով, իսկ ոչ մեկ չպետք է դա տենա ու չիմանա։ Կա այն մարդը արդեն ում երազում ես անել այդ առաջարկությունը։ Ոչ, դեռ չկա։ Ուրախացեք։ Այո։ Չի վախեցնում քեզ այն փաստը, որ այսօր հատկապես երիտասարդ աղջիկները, հատկապես նոր սերունդը մի փոքր այլ տեսակի տղամարդկանց է սիրում։ Այսինքն ավելի համատարած է դարձել, որ ոչ թե տղամարդը կարևորում է, այլ այդ երկուսով լինելը, իրար հետ ունենալ այդ սիրուն պատմությունը, այլ նաև ուզում են, որ տղամարդը հանրայնացնի, ցույց տա բոլորին, այսինքն այդ լավ իմաստով ռոմանտիկ տղամարդու դարաշրջանը կարծես փակված լինի արդեն, ու ցավոք սրտի կանանց ձեռքի բանալիներով փակված լինի, որովհետև նախընտրությունը տալիս են ավելի հողեղեն, ավելի կապիտալիստական մոտեցումներով տղամարդկանց։ Այս վախերը չունես, որ դժվար ես գտնելու այն մեկին, ով որ կգնահատի հենց այն Սեյրանին, որ քո ներսում է։ Շատ լավ բան ասցի իրականում, ես երբ որ լինի դա իմ կյանքում, ես չեմ ուզում, որ դա հանրայնացվի։ Իհարկե ես դա շատ սիրուն կներկայացնեմ իմ չգիտեմ էջում, բայց ես ամեն գնով կփորձեմ, որ դա չհանրայնացվի, որովհետև հիմա շատ ամեն մի մանրուքը հանրայնացնում են հարաբերությունների մեջ, ինձ թվում է դա այդքան էլ նորմալ չի, բայց միևնույն ժամանակ նաև ես ուզում եմ, որ երբ որ կա մի հատ շատ սիրուն ստեղծված զույգ, ու ինքը ցույց է տալիս, թե որն է սիրելու ճիշտ ձևը, բնականաբար ամեն մարդ ունի իր ճիշտ ձևը, բայց ամեն դեպքում նայում են, ասում են, այ ես այս զույգին եմ ուզում նմանվեմ, այ ես զույգի նման եմ ուզում։ Բայց չես վախենում, որ չես գտնի այն մեկին, ով կգնահատի քո այս սիրուն մոտեցումը։ Չէ, իրականում երևի կան այդպիսի աղջիկներ հիմա ձեր տարիքի երիտասարդների մեջ, որ իմ մտածելակերպում, հա, իրականում շատ կան, իմ շրջապատում շատ կան, ու ես դա շատ լավ եմ գնահատում, բարձր եմ գնահատում, որովհետև այս մատերիալիստական աշխարհում ինքեջ իրոք դժվար է գտնել նման մարդկանց։ Ինձ հետաքրքիր է ձեր սերունդը, ինձ հետաքրքիր են եւ տղաները եւ աղջիկները, ինչպիսին պետք է լինի նա քեզ համար։ Ես ուզում եմ sense անմիջական պատասխանում ես հարցին։ Ես ինչպիսի մարդու եմ պատկասում իմ կողքը, որ ես հենց իրան ասեմ, գիտես, արի դավայ բարձրանանք մի հատ էս սարի վրա պիկնիկ անենք։ Ինքը ինչ չոսի, ոյ, բայց չեմ կսվել, բայց հավես չունեմ, բան աս, դավայ։ Այ այտենց մարդ եմ ես ուզում,
որ ինքը ամեն ինչի պատրաստ լինի։ Բնականաբար ես իրան կհասկանամ, երբ որ ինքը, չգիտեմ, տխուր իրավիճակում է, այդ օրը հավես չունի, չեմ ուզում ընդհանրացնել, էլի, բայց երբ որ այդպես ինչ որ նախաձեռնություն ես ուզում իր հետ, ինքը միշտ պատրաստ լինի, որտեղ հիմա շատ աղջիկներ կան, որ տենց մի քիչ նազուտուզով ասում են, վայ չէ, ես չեմ սիրում տենց հողոտ, փոշոտ, չգիտեմ։ Կոշիկներս չկեղծ։ Հա, կոշիկներս։ Նաև չեմ ուզում մարդիկ իմանան, որ ես մենակ Սարուձորի մասնախոսք եմ։ Ես շատ սիրում եմ, այո։ Հիմա բոլորը Սարուձորից նկարներ են նկարել քեզերան։ Բայց գիտես, մի հետաքրքիր բան կա մարդու մեջ։ Երբ մարդը նոր սիրահարված է լինում, էմոցիաները պիկերի վրա են լինում, նա ենթագիտակցորեն սկսում է սիրել ու անել այն բաները, ինչը որ անում է իր սիրելի մարդը, իր կողակիցը։ Բայց մի որոշ ժամանակ հետո երբ ստաբիլանում են հարաբերությունները եւ ամեն մարդ այսպես ասած իր ափսեի մեջ է հայտնվում, նոր այդտեղ երևում է մարդ իսկապես սիրում է այդ բանը, չի սիրում։ Գիտես, կյանքում նման բաներ են լինելու։ Եվ արժեքներ կան հավանաբար, որոնք ողնաշար են դառնում զույգերի մեջ։ Այո, միասին կիսել հետաքրքրությունները շատ կարևոր է, բայց արժեհամակարգ կա մի հատ, որը հետաքրքրություններից անդին է եւ այս կողմում է նաեւ։ Ինչ արժեհամակարգ պիտի ունենա կինը, որ քո կողքին լինի։ Ես շատ կուզենամ, որ ինքը աջակցող լինի, սրտացավ լինի, բարությունն եմ շատ գնահատում մարդու մեջ, ու շատ կուզեմ, որ սիրող լինի։ Սերը ամենակարևոր հատկանիշն է, որտեղ սեր կա, այնտեղ կյանք կա։ Ինձ թվում է այդ կարևոր է։ Դե գեղեցիկ, կուզենամ գեղեցիկ լինի, բայց ինձ թվում է, եթե ինքը սիրող է, բարի է, աջակցող է, կարեկցող է, հոգատար է, ինձ թվում է գեղեցիկ է, գեղեցիկ մարդ է։ Ինչպես ես մերժում, կամ չասեմ մերժում, ինչպես ես կարողանում ելք գտնել այն կանանց հետ հարաբերություններից, ովքեր քեզ սիրում են, սիրահարված են, բայց դու չես սիրում, սիրահարված չես։ Այս ընթացքում այնքան շատ դեպքեր են լինում, երբ իրոք շատ գրում են այդպես, ես ինչ-որ չափով ինձ մեղավոր եմ զգում, որ չեմ կարողանում հակառակ պատասխանը տալ, բայց ինձ թվում է դե պետք է մարդու ներսից գա դա, այդ սերը պետք է առաջանա, երբեք չես կարող ստիպված սիրես մարդուն։ Չգիտեմ կարողացա ճիշտ պատասխանեմ հարցին թե չէ, բայց երբ որ այսինքն դիմացին ինձ ասում է ես շատ սիրում եմ քեզ, արի կյանքը կապենք միասին իրար հետ, այդ չի կարող միակողմանի լինի, պարտադիր պետք է հավասարազոր ստացվի, ինչքան էլ դիմացինը լավն է, շատ լավ մարդ է, շատ դրական, գեղեցիկ անձնավորություն է, բայց պարտադիր պետք է այդ անկեղծ սեր հասկացությունը պետք է լինի։ Կգա։ Բրավո։ Իսկ այս ամբողջ ընթացքում ես իմ հայացքը չէի կտրում Սեյրանի ժամացույցի վրայի արարած դռան պատկերից։ Կարամ ցույց տամ։ Դա ինչպես հասկացաք արդեն այսօրվա իմ ճաշացանկից ասիական նոտաները շատ են լինելու եւ ես որոշել եմ Սեյրանին այսպես ավելի լավ տրամադրություն հաղորդեմ եւ այս վերջին հատվածում ես մատուցելու եմ տապակած ուշադրություն տապակած պաղպաղակ մի փոքր մանրացնում եմ եգիպտացորենի փաթիլները ավելացնում եմ դարչին մի գդալ շաքարավազ մի փոքր մանրացնում ենք։ Մի թեթև հարում եմ ձվի սպիտակուցը։ Պաղպաղակից մեծ գունդ եմ հանում։
Պաղպաղակի գունդը թաթախում ենք եգիպտացորենի փաթիլների փշրանքի մեջ։ Հետո թաթախում եմ ձվի սպիտակուցի մեջ։ Ձվի սպիտակուցը սոսնձի դեր է նաև կատարելու։ Եվ կրկին թաթախում եմ փաթիլների մեջ։ Եվ շատ արագ դնում ենք սառցարան, մինչ մյուսները կպատրաստենք։ Բուսայուղը արդեն լավ եռման է, հիմա պաղպաղակը պետք է տապակեմ, գնացինք։ Վերջ, հենց եգիպտացորենի փաթիլները կարմրում են, պաղպաղակը պատրաստ է, պետք է մատուցել։ Հիմա փորձելու ենք շատ հետաքրքիր դեսերտ։ Տապակած պաղպաղակ։ Օ, առաջի անգամ եմ փորձել։ Տապակած պաղպաղակի հետ առաջարկում եմ փորձենք Armenia Wine ընկերության V&M 10 տարեկան կոնյակը, որը հնեցվել է 8 մետր բազալտե մառանում եւ հնեցման ողջ ընթացքում Արամ Խաչատրյանի երաժշտությունն է հնչել։ Եվ կարծում եմ, որ հրաշալի համադրություն կլինի կոնյակի եւ պաղպաղակի հատապտղի։ Շնորհակալ եմ, ուզում եմ դուրդ գա։ Հետաքրքիր է։ Ուրախ եմ, որ հավանեցիր։ Մեզ հրաշալի ընթացք եմ մաղթում։ Շատ ուրախ եմ, որ այստեղ ես։ Շատ ուրախ եմ, որ ապրելու, արարելու, սիրելու հրաշալի օրինակ ես ու նաև այս նախագծի ընթացքում մենք մարդկանց կարող ենք վարակել բոլոր այդ գաղափարներով, որ դու քո մեջ այսպես կրում ես, ինքդ էլ փորձում ես փոխանցել մարդկանց։ Շնորհակալ եմ շատ։ Սիրան, ինչ ընթացքի մեջ է հիմա բուժումդ։ Հիմա շատ բուրըն ընթացքի մեջ է, որովհետև մինչ այս ինչ արել եմ, հիմա ուզում եմ մի քիչ այլ ուղղությամբ գնա։ Մինչ այս ես շատ բաներ անելուց առաջ շատ վախենում էի։ Այսինքն, եթե նախկինում ես վախենում եմ մենակ կանգնելուց, հիմա ես միայնակ կանգնում եմ, այսինքն մեկ այլ մարդ պետք չի, որ ինձ օգնի ես կանգնեմ, եւ հաջորդ փորձությունը, որ ուզում եմ հաղթահարեմ, մինչ այս ես քայլել եմ միայն հարթ տարածքով, ֆիքսատորներով, իսկ հիմա ուզում եմ, չգիտեմ, խոտերի միջով, ինչ-որ անհարթություններ հաղթահարեմ, ու դա էլ ինձ համար ես ուզում եմ իմ բուժման process-ը ինձ հետաքրքիր լինի, հետաքրքիր դարձնեմ ու կարծում եմ կստացվի իմ մոտ ու թե երբ կստացվի այն վերջնական նպատակին երբ կհասնեմ, դա ոչ մեկ չգիտի։ Կարևորը իմ աշխատանքն է, որը ես սիրով տանելու եմ։ Ու այս փուլում իմ մարզիչը մայրս է, դա շատերը գիտեն։ Այո։ Որտեվ մաման է միշտ կողքս կանգնած, օգնում է քայլեմ եւ այլն, ու ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել իմ մորը միշտ իմ կողքին լինելու համար եւ բոլոր մայրերի կենացը ես ուզում խմել առանց մեր մայրերի օգտարության, առանց նրանց սիրո ու առանց նրանց մենք ոչ մեկ ենք ու ես ուզում եմ որ իրանք միշտ լինեն մեր կողքին, առողջ լինեն ու անկեղծ երջանիկ լինեն, այսինքն ոչ թե իրանք երեխաներին ցույց տան, որ իրանք երջանիկ են, այլ իրոք անկեղծ երջանիկ լինեն։ Երբ վիրավորվել էիր ու հետո հասկացար, որ փոխվում է կյանքդ, ապրում էիր այս կերպ, յոն պիտի ապրես այս կերպ եւ մայրիկի մասնակցությունը շատ մեծ է։ Ունեիր այնուամենայնիվ այդ ներքին լուր տառապանքը, որ
դժվար է իրեն, որ ինքն է քեզ հետ ամենաշատը անցնում է ճանապարհը։ Միակ դժվարությունը այն է, որ ես ստիպված եմ եղել իրանց ծնողներից կիսեմ, իսկ հիմա մինչ այս մայրս կապրեր Մարտունիում, բայց քանի որ չարաբաստիկ պատերազմը եկավ ու դրա պատճառով ես հայրս ու եղբայրս ապրում են Մարտունիում, իսկ մենք Երևանում, միակ բարդությունը դա է, որ ի վերջո մայրս կիսվեց այն ընտանիքից, բայց ես ամեն գնով փորձում եմ այդ բացը լրացնել, ամեն կերպ շուտ-շուտ գնալ Մարտունի, որպեսզի ինքը այդ բացը չզգա։ Երկատվածությունը չունենա։ Դա է բարդությունը, թե չէ մայրս երբեք ցույց չի տալիս, որ ինքը իմ հետ դժվարանում է, երբեք։ Կարող է ես ցույց տամ, բայց ինքը երբեք ցույց չի տալիս ու ամեն ինչ անում է շատ ժպիտով։ Ու ես կուզեմ, որ այդպիսի մարդու հետ ես իմ կյանքը կապեմ, որ ինքը պատրաստ լինի յուրաքանչյուր դժվարության։ Ես մի հարցազրույցում ասել էի, որ չեմ ուզում, որ այն մարդը, որ կլինի իմ հետ, դժվարություն կիսի, բայց հիմա ես փոշմանել եմ, որովհետև իրոք այդ դժվարությունները հաղթահարելով է այդ կյանքը ձևավորվում։ Ինչու սկսեցիր այդպես մտածել։ Ինչ տեղի ունեցավ։ Որովհետև այդ ձևով ես հասկանում մարդու կարիքները, երբ որ ամեն ինչ իդեալական է լինում, հետաքրքիր չի լինում։ Հումորը լա, չէ՞ կարևոր, որ նման բարդ սիտուացիաներում քո կողքին լինի մեկը, որ նաև կարողանում է հումորով փրկել իր վիճակը, նույնիսկ ծանր վիճակը։ Այն հարցին, թե ինչ արժեքով պետք է լինի իմ կողակիցը, ես դա մոռացա շեշտեմ, բայց իմ համար, եթե ոչ առաջնային, ապա ամենակարևոր բաներից մեկն է, որ ունենա հումորի զգացում։ Դա իրոք ամենակարևոր արժեքներից մեկն է, երբ որ լսնում ես խինդով, հումորով, ծիծաղով, կատակներով, երբ որ տենց ամեն ինչ միատոն, առանց որևէ ուրախության է լինում, չկա միալար, միանվագ կյանք է դառնում։ Ու ես կուզեմ, որ այո, ու մեկ էլ մի հատ էլ ավելացում անեմ, որ քանի որ չմտածեմ, որ ես միայն Սարուձորի մարդ եմ ու չգիտեմ սրճարաններ, ռեստորաններ, չգիտեմ այդ ամեն ինչը հիմա ինչքանով է ինձ համար դժվար, որովհետև ոչ բոլոր ռեստորաններն ու սրճարաններն են հարմարեցված ու ես այդտեղ ինձ հարմարավետ չեմ զգա ու բնությունը ինչքան էլ որ անհարմար է ինքը լրացնում է այդ ամեն ինչի բաց ու ես ուզում եմ այս առիթը ճիշտ օգտագործեմ ու ասեմ այն բոլոր ռեստորաններին ու սրճարաններին, որ մտածեմ, որ սայլակով մարդիկ էլ գնում են, պետք է կարողանան սրճարաններ, ռեստորաններ ու միայն թեքարթակ դնելը դա բավարար չէ լրիվ հարմարավետ լինելու համար, նույնիսկ սեղանի բարձրությունը, ճիշտ է մտածում ենք աղա դա շատ մանրուք է ու չայդքան չկենտրոնանան դրա վրա, բայց պետք է մտածել այդ ուղղությամբ ու ես հուսով եմ, որ այս մեր զրույցից հետո ինչ-որ չափով տեղ կհասնի դա ու մենք ես խոստանում եմ բոլոր ռեստորատոր ընկերներին ուղարկել եւ ամեն անգամ մտնելիս նաեւ զգուշացնել եւ հիշեցնել շարունակելով բուժման թեման ինձ հետաքրքիր է ունես արդյոք գլխիդ մեջ դրած ժամկետ երբ պիտի քայլես ճիշտ այնպես ինչպես որ ժամկետ էիր դրել թե երբ պիտի նստես այլ ոչ միայն պարկես հենց այդ նստելուց հետո ես հասկացա, որ ժամկետ դնելը սխալ է, որովհետև երբ որ չես հասցնում ժամկետների մեջ տեղավորվել, հիասթափվելու հնարավորությունը շատ է, դրա համար ես թողել եմ ուղղակի ժամանակին, այս վերջերս ես իմ ընկեր Արմենի շնորհիվ Երևան Bookfest-ի ժամանակ կարդում եմ Իրանտ Մաթևոսյան, ու այնտեղ վերջում է տող կա, որ ասում է ես տեր եմ իմ ժամանակին, ես եմ ժամանակի տերը, ու այնպես որ ես տալիս եմ իմ ժամանակին ու ես եմ իմ ժամանակի տերը, թող ժամանակը ցույց տա, երբ ես կհասնեմ իմ նպատակին, ու որի համար ես ամեն ինչ անում եմ,
չեմ շտապում։ Ինչ երազանք ունես, որ հենց քայլելու հետ է կապված։ Այս վերջերս մենք Հունանի հետ մի հատ հետաքրքիր հոլովակ ենք նկարել, Վերնեգրի հենց երազը կոչվում, ու ես երազում իրականը դա իրականում երազում տեսնում թե ոնց եմ ես առաջի անգամ մեքենայից իջնում ու վազում արտերի մեջ առանց դադարի վազում եմ։ Ու ես այնքան այդ բանի մասին մտածեմ, ինչև ես դա տեսա երազով։ Ու իրոք ես պատկերացնում եմ, երբ որ ես քայլեմ, սկսեմ քայլել, առաջի բանը քշելու եմ, մի հատ ինչ-որ ցորենի արտ տենամ, իջնեմ ու ասենց անծայրածիր վազեմ։ Այնքան վազեմ, ինչև նորից ընկնեմ քայլեմ։ Բայց չէ, իրոք ասենց մինչև վերջ ուզում եմ ասենց վազեմ ու վազեմ։ Ու այդ ես պատմել եմ Հունանին, ով որ նկարել է այդ կարճ ֆիլմը, մենք կարեցանք այդ բանը ստանանք։ Ես ոնց եմ քնում, երազում, այդ ամեն ինչը ստացել ենք։ Հետո եթե կուզենան Տեղադրենք, եթե կարելի է, ինձ կտաս, որ մենք հենց այս հատվածի վրա տեղադրենք։ Ես գիտեմ, որ դու շատ ես սիրում վիդեոն, կինոն, պատկերը, շարժը, այդ իմաստով ինչ գործունեություն ունես հիմա։ Ես մի քանի մասի եմ բաժանել իմ Instagram-ը, մարդկանց, ովքեր հետաքրքրում է արվեստը, ես իրանց մատուցում եմ իմ արվեստը, այսինքն ոնց եմ ես նկարում, նկարելու ընթացքը, մարդկանց, ովքեր ում հետաքրքրում է, չգիտեմ, մոտիվացիա, սպորտ, այդ եմ տալիս այդ մարդկանց ում հետաքրքրում է կարճ ֆիլմեր, կարճ բովանդակությամբ ու ասելիքով, էլի սև սպիտակներ եմ, սև սպիտակ շարքը կոչվում, երբ որ սկզբում ցույց եմ տալիս մարդկանց կյանքը սև սպիտակով, ու ոնց է փոխվում դեպի գունավորի այդ անցումը, տարբեր թեմաներով, ու արդեն 11 հատ ունենք նկարած սև սպիտակ, ու դա էլ կուզեմ ասել, որ երբ նկարում էի սև սպիտակ, շատերը ասում են, հալավ էդ ինչի համար ես այդքան նկարում բան, ու մի օր ես այդ Instagram-ում հայտնվեց, որ Canon ընկերությունը մրցույթ է հայտարարում կարճամետրաժ ֆիլմերի, ու ես որոշեցի, որ Լեկարայի հետ նկարել էինք մեկ սև սպիտակ, որը կոչվում է պատկերացում, imagination, ու դա որոշեցի ուղարկեմ այդ մրցույթին, բայց անկեղծ կլինեմ, չէի սպասում, որ ես կհաղթեմ, որտեղ միջազգային մասշտաբի է, ամբողջ աշխարհն է մասնակցում, պատկերացրեք, քանի պրոֆեսիոնալ կարճամետրաժ ֆիլմեր կուղարկեն այդ մրցույթին։ Ու անցնում է մի քանի ամիս, ես մոռանում եմ նույնիսկ, որ ուղարկել եմ, մեյլս եմ բացում, տեսնեմ, որ ողջույն Սեյրան, ձեզ շնորհավորում ենք, դուք հաղթել եք։ Բրավո։ Ինչպես որ ես իրոք ցանկանում եմ, որ կոնկրետ հենց այդ սև սպիտակը միջազգային ճանաչում ունենա, որտեղ շատ լավն է, դա էլ կարող է։ Մեծ հաճույքով, անպայման։ Մարկետոլոգ ես մասնագիտությամբ, հանրային կառավարում, այո, հանրային կառավարում, բայց այն աշխատանքը, որի մեջ ես հիմա, դրա մասին պատմիր, հասկանանք ինչ եզրեր ունի քո մասնագիտության հետ։ Ես միասին շատ խառը մասնագիտություններով եմ։ Հիմա ավելի շատ բիզնես առաջխաղացման մասնագետ եմ, միջազգային բեռնափոխադրման ոլորտում եմ աշխատում, շատ լավ թիմում եմ աշխատում, շատ հոգատար թիմում եմ աշխատում, բայց շատ կուզեմ, որ նաև ես իմ մասնագիտությամբ աշխատեմ, դա երևի ժամանակին, հիմա ես մագիստրատուրայում եմ սովորում հանրային քաղաքականություն, երկրորդ կուրսում այս տարի կավարտեմ, երբ ավարտում էի բակալավրը, այդ ժամանակ էլի ցանկություն ունեի անպայման դիպլոմայինս պաշտպանել կանգնած, ու մինչև այդ ես 4 տարի տևեց բակալավրը, ու ամեն օր ես մարզում էր, որ ես այդ օրը կանգնած անեմ դիպլոմայինը, ու հասավ հենց պաշտպանության օրը, ես կանգնած մտնում եմ լսարան, դասախոսների դեմքն եմ ես սենց հիշում, ոնց են ես նայում, կուրսեցինես բոլորի աչքերը սենց թաց, երջանի, շատ հավես էր այդ պահը, երևի ոչ էլ լսել են ես ինչ եմ ներկայացրել։ Իհարկե։
Բայց չէ, ես իրոք իմ առաջ նպատակ դրեցի, որ ես պետք է կանգնած։ Որովհետև նայում բարի նախանձով ասում էի երեխեք ինչ լավ գնում են այդ ամբիոնի վրա կանգնում են, ես այս սայլակով գնալու էի այդ ամբիոնի հետևը չէի երևալու, ես պետք է կանգնեմ իմ բոյով ներկայացնեմ ու Ինչ հետաքրքիր է, մենք երբեք չենք գնահատում այն ինչ ունենք, միջ այն պահը երբ չենք կորցնում։ Վստահ եմ, որ մինչ վիրավորվել եմ ինչ այդ պահը, չես էլ մտածել, որ քայլելը բարդ է, կանգնելը բարդ է, նստելը բարդ է, բնականon բան է եղել։ Բայց հիմա ինչքան է վերարժեքավորում։ Ես այստեղ ունեմ այդ երազի նկարը։ Այս նկարը հենց այդ երազն է, որտեղ հենց ինձ եմ պատկերել, ոնց եմ սենց ձեռներս բաց վազելու այս դաշտի միջով։ Նկարել երբանից է սկսել։ Մանկ 5 տարեկանից արդեն սկսել եմ նկարել։ Առաջին նկարս եղել է մամայիս լվացքը, երբ մանկապարտեզում էի, ու նայում հետևում էի մաման ոնց է լվացքը փռել, այդ ոտնահետքերը հողի վրա ոնց է կաթում, ու դից սկսավ նկարչական կյանքը։ Ցույց տուր, ուրիշ տեսնեմ ինչ ունես։ Ես շատ սիրում եմ մեր Հայաստանի տեսարժան վայրերը, այս Արմաղան լեռն է, որը նկարել ենք սրա պատմությունն էլ կուզենամ պատմեմ, Էկորդ ստուդիան իմ մասին ուզում են վավերագրական ֆիլմ նկարել, ու այս մի կադրը մենք նկարեցինք հենց ես Արմաղանը իմ դիմաց, Արմաղան լեռը։ Ես նկարում եմ սա, Արմաղանի մասին մի բան էլ, եթե ժամանակ կա, պատմեմ։ Ընկերներով որոշում ենք մեր դասախոսներին բերենք Մարտունին ցույց տանք, ու Շուշանը ինձ գրում է, ասում եմ, պետք է բարձրանանք Արմաղան լեռ։ Ես ես կարգավիճակով ու Արմաղան լեռ։ Ասում եմ, բայց ես ոնց եմ բարձրանալ, ասում եմ, դու չմտածես, մենք սաղ գծել ենք, դու կբարձրանաս։ Ու իրանք մեծ ջիպ էին գտել, ու այդ ջիպով ես բարձրացել եմ Արմաղան լեռ։ Այնտեղ այդ ժամանակ տուրիստներ էին, ինչ-որ ՄԱԿ-ի անդամ, չգիտեմ, ինչ-որ մասնագետներ էին, դիտորդներ էին, ու այդ իմ ընկերները, որ սենց սայլակով ինձ բարձրացնում են, իրանք ընդեի վերևից ասում են ապրեք, ու հենց գլխի հենց լեռան գագաթին կա եկեղեցի, եկեղեցու անունը սխալ կարող ասեմ, ավելի լավ չասեմ։ Հենց բարձրացանք, մտանք եկեղեցի, ու ես հիշեցի, որ նախկին կյանքում, երբ որ քայլում էի, այդ տեսանը եկավ իմ աչքի առաջ, ես ոնց է այդտեղ ու չէի պատկերացնում, որ օրերից մի օր ես լրիվ այլ կարգավիճակում կհայտնվեմ լեռան գագաթին, բայց որ հայտնվեցի, դա էր ինձ համար հաղթանակ։ Իհարկե։ Դու մոտավորապես պատկերացնում ես, չէ՞, որ ես քեզ առանց նկարելու բաց չեմ թողնելու։ Այո։ Այս գիքորն է, ծաղիկ կովին գրկած։ Դրեմ, պատրաստված է սիրով։ Ես դիմանկարներից մի քիչ վատ եմ։ Մի ասա։ Ես փորձեցի տրամադրությունը տալ։ Սա իմ կյանքի ամենաշքեղ ճաշկերույթներից մեկն էր, որ ես ունեցել էի։ Ողադարձ, շատ շնորհակալ եմ։ Էնել այսքան սիրուն ավարտով։ Այո, իմ հետ բոլոր այսպիսի հանդիպումները այսպես կարող են ավարտվել։ Հրաշալի, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Անջատեք տեսախցիկ։ Մերսի շատ։
լավ միացրեք տեսախցիկները։ Սեյրան, այսօրը ինձ համար շատ կարևոր էր, որովհետև որքան էլ միշտ դժվար է սեպտեմբերի ամիսը հայտնի դեպքերից հետո, այնուամենայնիվ ինձ համար շատ կարևոր է հանդիպել մարդկանց, ովքեր եկել են ապացուցելու, որ կյանքը շարունակվում է ու մենք պարտավոր ենք ապրենք, լինենք եւ շատանանք եւ նաեւ դու ես դրա վառապացույցը։ Շնորհակալ եմ քեզ այս զրույցի, այս հանդիպման, այս էմոցիաների, այս երեկոյի համար, որ մենք միասին ունեցանք։ Իհարկե այն նվերը, որ դու ինձ արել ես, համարժեք ոչինչ չեմ կարող ես անել երևի թե, բայց իմ գործընկերը քեզ փոքրիկ նվեր ունի, որ խնդրել է անպայման փոխանցեմ։ Valan Group ընկերությունը երկար ժամանակ է 25 տարի է արդեն ընդգրկված է Երևան քաղաքի կառուցման, վերակառուցման գործում եւ մի հետաքրքիր արշավ է սկսել, որը կոչվում է Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Եվ այդ արշավի շրջանակներում քեզ էսպես մի փոքրիկ հուշանվեր, որը քեզ կպատմի արշավի մասին։ Շնորհակալ եմ։ Շոկոլադները նույն կարգախոսով Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Դա մայրիկին կփոխանցես իմ կողմից առավոտյան սուրճի համար։ Եվ դուք ունենաս 15% զեղչի քարտ Valan Group ընկերության կահույքի պատվերների դեպքում, քո բնակարանը նոր է, գիտեմ, գրեթե վստահ եմ, որ դեռ կիսատ բաներ կան, ճիշտ այնպես ինչպես բոլորիս բնակարաններում, ես կարծում եմ, որ կահույքի պատվերներից կրկին կօգտվես։ Շատ շնորհակալ եմ։ Առջևում քեզ սպասում են ֆրանսիական օրեր։ Դու պատրաստվում ես մեկնել Փարիզ, հետո Իտալիա, ընկերներիդ հետ։ Ես ուզում եմ, որ դու վերադառնաս նոր էներգիայով, նոր էմոցիաներով եւ այդ ամեն ինչը ներդնես քո աշխատանքի, քո ընտանիքի, քո ընկերների եւ քո ապակինման գործում։ Շատ եմ շնորհակալ։ Ես շատ զգացված եմ այս վերաբերմունքի, այս երեկոյի համար։ Ինձ էլ է շատ հաճելի։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Valan Group-ին, թող այսպիսի երեկոները լինեն շարունակելի։ Ուռա! Cheers! Ստեսեցիա։